Բարև ձեզ, սիրելի ընկերներ, ես ու Լևոնը ունեինք գաղափար առանձին, որ լինի ոդքասթ, լինի խոսք, որտեղ միայն խոսվի երաժշտության, որակով երաժշտության, ազգային երաժշտության եւ ոչ ազգային երաժշտության մասին, ինչը կապված է Հայաստանի եւ հայկականի վերաբերյալ, չնայած որ ընթացքում հասկացանք, որ նաև ուզում ենք, որ ոչ միայն երգ ու երաժշտություն լինի, այլ ընդհանուր մշակույթ, նկարչություն, խոհանոց, պարեր եւ այլն։ Ողջույն։ Սկսենք ուրեմն Ես թեմաներ եմ առանձնացրել, որ հերթականությամբ սկսենք ու լինի սիրուն շարքով։ Արի բայց առաջինը ասենք, որ նպատակը այն էր, որ անջատենք իրարից, որ կա հայկական մշակույթ, կա հայկական երգեր, ու կա տարածաշրջանի ուրիշ ազգերի, ցեղերի կամ պետությունների մշակույթ։ Առաջինը հետաքրքիր կլինի մի հատ խոսենք, թե իրանք տարբերվում են, չէ՞ իրարից։ Առաջին ինձ թվում է ճիշտ կլինի, որ ներկայանաս ես դու եւ ինչով ես զբաղվում, որ արդեն ավելի հակերճ, հետո ես ներկայանամ ու սկսենք։ Դարի ես քեզ ներկայացնեմ ավելի լավ, չնայած ես քո մասին։ Չէ, ավելի լավ է, արի մենք ինքներս մեզ ներկայացնենք, այո։ Շատ դժվար ներկայանալ։ Չէ, շատ վաղուց զբաղվում եմ ֆոտոյով, վիդեոյով, ավելի շատ վիդեոյով, ու մի սիրել եմ երգեր, հայկական երգեր շատ վաղուց չեմ սիրել, որովհետև տարբեր տեսակի մարկանց երգելուց հետո հայկական ամենասիրածս բանը չի եղել, բայց ինչ որ ժամանակ եկա, որ գտա ինչ որ առաջինը դա ամենասիրածս երգը Գարվին էր, բայց ինչ որ ժամանակ եկա, որ գտա ուղղակի ինչ որ խմբերի, բենդերի, ինչ որ խմբերել դու ասացիր, համել ինչ որ մարկանց էլ դու ասացիր, որ իրանց լսելուց հետո երբ որ հասկացար, որ կա ավելի մաքուր, ավելի լավ հայկական երգեր, որ իրանք ոչ թե իրանց PR-ի ինչ որ շահի կամ զուտ ինչ որտեղ երգելու համար են այդ ամեն ինչ անում, այն արում է, որ մնա իրանց արվեստը մշակույթում, մնա հայկական։ Դրանից հետո ինչ դժվար է չսիրել են, ինչ որ հայկականն է, որ հասկանում ես թե ինչն է հայկականը։ Հիմա քորտն է։ Ես Սուսաննան եմ, ինձ մարդիկ ճանաչում են երկու տեղից, Ժող ինստիտուտից ու Ethnocolors-ից։ Հաշվապահ Սուսաննա։ Ու երգչուհի հետ։ Ունեմ երկու խումբ, Ethnocolors-ը եւ Սերումերան խումբը։ Հալիս ես Սերումերանի մասին ես քիչ գիտեմ, արի մի հատ քեզ ներկայացնեմ, հետո պատմի։ Այո, ընթացքում կպատմեմ նաև Սերումերանի մասին։ Ethnocolors-ը բոլորին հայտնի է, մանավանդ վերջին երգից հետո։ Ճիշտ է, ջնջվել է, բայց հայտնիությունը դեռևս կա։ Հուսով եմ չի կորի, կաշխատենք այդ ուղղությամբ։ Ստեղծում ենք ազգային երգ, քանի որ ես անհատ երգչուհի շատ քիչ եմ հանդես եկել, հանդես գալուց էլի այլ արտիստների հետ եմ ներկայացել, որտեղ ինձ ավելի հաճելի է, երբ որ բեմում կա երաժիշտ կամ այլ երգող ինձ հետ։ Համերգի ժամանակ էմոցիոնալ լրիվ։ Իհարկե էմոցիոնալ լրիվ այլ ֆոն է ստեղծում։ Ethnocolors-ում մեներկչուհի եմ, Սերումերանի մասին մի քիչ պատմեմ։ Սերումերանը խումբ է, որ ստեղծվել է իմ ընկերուհիներիս կողմից, 4 ընկերուհիներով ենք ստեղծել։ Հիմնական նպատակը այն է եղել, որ փոքրիկ բալիկների մեջ սեր առաջացնենք ազգային երգի նկատմամբ, չնայած որ փոքրիկ բալիկներին բերում են իրենց մամաներն ու պապաները ու առաջինը, այսինքն իրենց մամաներից ու պապաներից են լսել դա։ Ես կասեի, որ Սերումերանը նույնիսկ պրոյեկտ է, ոչ թե հենց խմբի անունն է, այլ պրոյեկտ է, որի ընթացքում իրագործում ենք ծիսակարգեր, չգիտեմ, ամանորյա ծիսակարգ, Սուրբ Ծննդյան, Տրնդեզի, Զատիկի, Վարդավառի։ Մի անգամ կատարել ենք հարսանեկան, այո։ Տարբեր Վարդավառի, որի ընթացքում օրինակ սարքել ենք միասին կավագործությամբ չարխափաններ կամ չգիտեմ այդ բառը մտքից թռավ, բայց որ ցորենից ծառեր են սարքում, ոնը չեմ հիշում։
Հետո որ հիշենք տակը կգրենք Հա, անպայման կգրենք, պատրաստել ենք գաթաներ երեխաների հետ, այսինքն իրանք ներգրավել են այդ գործի մեջ։ Հա, գաթաները հիշում եմ երեխեքի հետ։ Հա, հենց էջում կա, գաթաների ընթացքում մենք պատմենք ինչ խորհուրդ է ունեցել գաթան, օրինակ հայ ընտանիքներում ազգի համար ընթացքում երգում ենք երեխեքին սովորացնում ենք, որ աշխատանքի ժամանակ պետքա երգել, քանի որ տենց պապական եկել է, վարի ժամանակ երգել են, գաթայի ժամանակ երգել են, հացի ժամանակ երգել են, ամեն ինչի ժամանակ երգել են։ Ժամանակ են երգել։ Հա, չաշխատելու ժամանակ են երգել, մի խոսքով այդպես ու վերջում համերգ ենք ունենում, նաև երեխեքին ենք ներգրավում համերգին, ընկերուհիս Աննան, ով որ նաև դափնվագողն է, բերում է շրխկաններ հետը, համերգի ընթացքում բաժանում ենք երեխեքին, տակտ ենք սովորեցնում ու իրանք սկսում են մեր հետ երգել։ Մի խոսքով, այդպիսի բաներ ենք կազմակերպում։ Այդքան է իմ մասին երևի թե։ Դե իրական շատ բան կարևոր բան կա։ Այս հաղորդումը, այս ոդքասթը իմ համար մարտահրավեր է, անկեղծ ասած, որովհետև շատ երկար ժամանակ, ամիսներ կամ տարի կարելի ասել, լճացման մեջ եմ եղել, շատ համերգներ եմ ունեցել, շատ աշխատանք եմ ունեցել, բայց լճացում է եղել, հոգևոր այդ շրջանում, այսինքն ես 1 տարի համարյա չեմ ուսումնասիրել ոչ մի բան, ուսումնասիրելուց էլ շատ քիչ ու հիմա այս հաղորդումը իմ համար մարտահրավեր է, որովհետև ես արդեն կապ եմ հաստատել մի քանի թանգարանների հետ, արխիվների հետ, արդեն ամոթից ելնելով գոնե պիտի անենք։ Չէ, ամոթից ելնելով չէ, շատ կարևոր է, որովհետև մտածում եմ, եթե ստեղծում ենք որակով, մինչև վերջ պետքա որակով լինի ու այդպես շատ կարևոր է ստեղծել ժառանգություն։ Մի քանի պրոյեկտ իրար արել ենք։ Հա։ Համերգներն է մեր նկարել Լևոնը, ունենք 2 տեսահոլովակ, որ ինձ թվում է այս հաղորդումը շատ ավելի շուտ է գնալու եթեր, քան այդ տեսահոլովակները։ Տեսահոլովակները շուտ ենք նկարել, բայց շատ շուտ ենք նկարել, համարյա հեսա 2 ամսից կլինի մի տարի։ Հա, ինչ-որ բաներից ելնելով, դե հələ որ չկա, բայց լինելու է, հաստատ լինելու է։ Իսկ եթե տեսահոլովակը շատ ավելի շուտ դուրս գա, քան այս Որը որ դժվար, երկուս էլ գիտեմ, այս մասը կտրենք մեջ։ Կռիվ չենք գցում։ Չէ, բայց արի մի քիչ հերվից գանք։ Որ այստեղ խոսելու ենք ամեն ինչ ճիշտը, առանց ինտրիգների ու անուններ շեշտելու։ Ես չեմ գամ սուտ խոսամ վատ է դա։ Անուններ չենք նշում։ Չէ, անուն չենք տա, կոնկրետ մարդու անունը չենք տա։ Տեսել կկտրենք։ Լավ, բայց արի մի քիչ հերվից գանք, որ այս պրոյեկտը ինքն է, որ երեք մտածել ենք ու արել ենք, ինչ որ ժամանակ մտածում ենք ինչ անենք, որը որ հայկական է, որը որ մի քիչ կպայի հայկականությունը գոնե ինչքան որ կարանք այսօր անենք այդքանով, որտեվ ոնց որ ամեն մեկիս սահմանները նես չի, էլի անսպառա որ կարանք անընդհատ մենակ մտածենք հայկականության ու այդ ամեն ինչի մասին։ Չէ, մշակույթը մի քիչ շատ տարբեր է։ Ու ամեն ինչ չի որ հայկականա մենակ հայերեն լինելուց, այդ միշտ դա ասում եմ էլի որ ամեն երգ երբ որ հայկական բառերով է, չի նշանակում որ հայկական է։ Շարլի երգերի մեծ մասը։ Ամեն երգ չի որ հենց դա ուզում ասեի, նույն համակարգի երգերը, որ լսում ես իրանց մեջ լիքը հայկականություն կա, որ մեջ ընդհանրապես հայկական բառ չկա։ Վիկինգների երգերը։ Ես կես լիքը ուղարկել եմ։ Նենց ազգային բան եմ զգում վիկինգներին լսելուց։ Հա, իմ մոտ տպավորությունն է, որ ասենք վիկինգներն ու հայերը իրար են եղել են եղել։ Հազարով չի։ Ճիշտ ասած, գաղափարը ոդքասթի մոտ ամենասկզբում չի եղել երգի մասին, այլ եղել է մամաների վերաբերյալ, որ հravirենք։ Այս հիշում եմ, որ դու տենց տարբեր մամաների թեմայով բան էի լսում։ Տարիքային մամաների, որ ինչ բարդություններ են ունեցել, ինչ ձև են նայում իրենց երեխաների ազգային մեծանալու այդ խնդրին, ինչ պետք է անել։ Բայց հիմա ոնց որ այսինքն կամ կարող եմ շրջապատից, այլ չեմ կարող։ Բայց հետո հասկացա, որ երեխեքը այդ խնդիրը չունեն, իրանք մեծանում են։ Ազգային, այո, խնդիրը մեծերի հետ է։ Դաժե մանկապարտեզներում որ ինչ որ պայտակ որ անցնես տենաս, լիքը տեղեր հայկական ինչ որ պայր են սովորում,
հայկական երգեր են սովորում, երեխեքները դառնում են սիրով։ Մի հատ բան ասեմ, հա, դու ասա, ես կասեմ։ Ախորս երեխան եկել էր իմ մոտ, սկսում է երգել։ Ուղղակի հայկական երգ է երգում, ինձ ասում է գիտես։ Իմ ինչու՞ միշտ որ երգ։ Մենք անցած տարի, հա։ Բայց այն որ եկել է հայկական երգ երգում ու գնում է դհոլի։ Բայց ինքն է որոշել որ պիտի գնա դհոլի։ Շատ կարևոր է դա։ Երաշտական գործիքը զարգացնում է երեխայի միտքը։ Ախորս խոսում ասում ինչ որ մեկը տա տանում, ասում է չէ ինքն է եկել։ Չգիտեմ ոնց է տեսե, որտեղ է տեսե, կարող է Բայց մանկապարտեզում դհոլել կա, դհոլել կա, էլի դհոլչիներ էլ կան, դհոլչիներ էլ։ Էդի արդեն ասել են որ եթե պիտի մեծանա գնա ինչ որ չգիտեմ։ Ինչ-որ վատ տեղ երգի, նվագի, չէ։ Իմ բախտը շատ է բերել, ես ինչքան դհոլչիների հետ աշխատել եմ, բոլորը շատ կիրթ են եղել ու ռիթմիկան իրենց համար մաթեմատիկա է եղել, ոչ թե ուղղակի խփելու արվեստ։ Հա, իրանք դե ոնց որ տակ պահողներից են, որ իրանք սաղ բաներով զգում են, էլի։ Հա։ Որտես բան կա, չէ՞, որ ասում է բաս գիտարիստին ոչ մեկ չի լսում նվագելուց, բայց բառաբանշիկը լսում է, ու դհոլից հետո բառաբանի են։ Ես մեկ տարվա ընթացքում սովորեցի լսել բաս գիտարիստին, այո, շատ կարևոր է։ Վահագ։ Մի հատ էլ բան ասեմ ու անցնենք մեր բուն թեմային։ Մենք անցած տարի Սերումերանով մեր մյուս ընկերուհին, ով որ մեր կապի եւ հաղորդակցման ամեն ինչն է ապահովում, Հեղինեն, մի քանի մանկապարտեզների հետ որոշեց, որ համագործակցենք, երևի Երևանի լավագույն մանկապարտեզներից էին։ Դուք որ տեսնեք մի տարի առաջ, երբ որ գնացինք, իրենց մոտ թուրքական կտորից տարազ էր դրված ու խնդրեցինք, որ այս հայկական չի փոխեք, հաջորդ տարի նույն օրը էլի տրնդեզներ կամ զատիկներ, մենք գնացինք նույն մանկապարտեզ, չէ, ամբողջությամբ ազգային տարազ էր, ամբողջությամբ դու չես պատկերացնի ինչքան սիրուն էր, որ մտել եմ, ասում եմ, այս նույն մանկապարտեզն է, բայց ինչքան բան են փոխել էլի տարազների մեջ։ Բայց մի օր արի ես էլ օրինակ շատ բան չեմ տարբերում։ Ինչքան որ տեսել եմ, ինչքան որ գիտեմ, ինչքան բաներ դու օրինակ քեզ ցույց եմ տվել, ասես հայկական ես, չէ՞։ Բայց նես չի որ ինչ որ միջին վիճակագրական մարդ մենք մեր հաղորդումներից մեկի ընթացքում կհրավիրենք իմ ամենասիրելիներին, Տերյան կենտրոնի ընկերներիս, իրենք մանրամասն կներկայացնեն մեզ։ Հա, դա նոր մտքից եկավ, հետաքրքիր։ Որոշել ենք ինչ որ մարկանց որ պետքա կանչենք, բայց այդ չենք մտածել։ Այո, մենք դու չէ, բայց ես գրել եմ մոտս հերթականությունը, ում պետք է հյուր ընկալենք մեր մոտ։ Ընկալենք։ Ես թեմաները բացեմ, մենք սկսենք քննարկումը, քանի որ առաջի եթերն է ու սխալ կլիներ ուղակի կոմիտասին ուղակի տենց ներկայացնել, ասել որ գիտեք ինչ կա կոմիտասները։ Մենք որոշել ենք, որ կոմիտասից մի քիչ խոսենք, իհարկե Հայաստանում կան շատ կոմիտասագետեր եւ ահռելի պաշարով մարդիկ, ովքեր որ խոսել են կոմիտասի մասին, խոսում են եւ խոսելու են, YouTube-ում ես լիքը իրոք ժառանգության հանդիպեցի, որոնց ես մինչեւ այս հաղորդումը չի հանդիպել եւ դրա համար եմ ասում, որ մարտահրավեր է նոր դեմքերի, ովքեր գործել են մինչև այս, բայց ոչ մեկս չենք իմացել, այդպես իմ համար շատ հուզիչ էր նույնիսկ այդ պահը։ Առաջին թեման մեր Ես էլ ասեմ, որ կատակ էինք անում միջև այդ, որ ոդքասթը սկսելուց հիշում ես, ինչ էի ասում։ Ասում եմ, պիտի ասեմ, շնորհակալություն ենք հայտնում Կոմիտասին ու Հայրիկ Մուրազյանի, որտեղ առանց իրա հիմա հայկական ինչ-որ երգ բան Էլի մարդիկ հաստատ կան, ես չգիտեմ, դու գիտես։ Պատմականորեն 50 Ես գիտեմ Կոմիտաս ու Հայրիկ Մուրադյան։ Հա, շատ է։ Իմ ականջին երևի ամենաշատը իրանք են նստում, բայց հա։ Մենք ունենք Ակունք անսամբլ, Կարին անսամբլ։ Ակունքն ու Կարինը հա դա։ Մեր բարի մարգարե ասեմ, պարոն Գինոսյանը, ովքեր որ ամբողջությամբ, չգիտեմ, վերականգնել են կամ հավաքագրել են։ Նույն բարերը, թեկուս։ Դա ոնց որ բարերով քիչ եմ հետաքրքրվել, որ բարել չգիտեմ ընդհանրապես։ Ես մոռացա ասեմ, ես նաև Կարին խմբում եմ։ Այդ ես էլ չգիտեի, բայց Այո, ես Կարին խմբում եմ։ Լուրջ չգիտեի։ Կարինը ունի պրոյեկտ, բենդի պրոյեկտ, որտեղ կան մենակատարներ, ես մենակատարներից մեկն եմ։ Չեմ տեսա։ Ֆորմալի է, բայց հրաշալի երգեր են։ Ես քեզ կհրավիրեմ հենց համերգ ունենանք, պարտադիր կհրավիրեմ, որտեվ եթե այդ նույն ներկայացնում ենք
նոր գործիքավորմամբ, ռոքային կամ էթնոֆյուժն տարբերակով սերումերանում հիմնականում զտված են այնպիսի պարզ երգեր, որ երեխեքին հասու լինի, կարինում ներկայացնում ենք մաքրամաքուր ավանդական ու ժողգործիքներով տարբերակով։ Հասկացա։ Այո։ Դա սկսենք։ Ահա։ Այն ինֆորմացիաներից, որ դու հավաքել ես, որ ես մի քիչ Կոմիտասի մասին ինֆորմացիա ենք հավաքագրել։ Ինձ թվում է բոլորը գիտեն, որ Կոմիտասը ծնվել է Քյոթահիայում, Թուրքիայի տարածաշրջանի։ Դու գիտեիր Քյոթահիան ինչով է հայտնի։ Չէ։ Հաղճապակյով։ Դա չէ իմաց, բայց երևի չես գրել, որ կարդա։ Ինֆորմացիաները վերցրել չես տվել։ Անում, այո, հաղճապակյով է հայտնի, բարձրորակ հաղճապակյով, եւ կամ նույնիսկ մի ֆիլմ, որ մոտ 1 տարի առաջ եմ դիտել Սողոմոնի երգերը, հենց Կոմիտասի մասին, որի մեջ էլ ներկայացվում է Քյոթահիայի անցուդարձը, կյանքը։ Դի գնամ ուրեմն։ Հա, շատ սիրուն ֆիլմ է։ Որտեվ Կոմիտասի հանդեպին վերաբերմունքը գիտես, ես շատ առանձնահատուկ եմ, դա իմ ամենասիրած այգին։ Շատ դաժան է, բայց շատ լավ ֆիլմ է։ Իմ ամենասիրած այգին կոնսերվատորիայի դիմացի այգին է, երբ որ գնում նստում ես, նայում ես Կոմիտասի արձանը դրած է ու լինում է, չէ՞, Կոմիտասի ծնունդը հենց հասնում է ճիշտ ամենակ այդ ժամանակ եմ հիշում, որ մետրոյում կամ Կոմիտասի արձանի կողքը պիտի միացնեն Կոմիտասի երաժշտությունները կամ երգերը, բայց ինքը sense լրիվ հանգստացած եմ, որ գնում նստում ես, չգիտեմ ինչ կա արձանի մեջ, որ չգիտես ինքը քեզ ինչա փոխանցում, բայց sense մտքերդ հանգստացնում է։ Կոնսերվատորիա դիմացը արձանը, իսկույն էներգետիկան էլ ուրիշ է ամեն դեպքում։ Հա, ճիշտ ես։ Չէի նկատել, մետրոներում էլ ծնունդից ծնունդ են միացնում Կոմիտաս։ Ինչ որ տարին 1-2 օրով sense միացնում են։ Բայց օրինակ շատ հաճելի է, ուզում եմ դիմել քաղաքապետարանին, մետրոյում միշտ երաժշտություն միացրեք, մետրոյի այդ սպասման տեղում, որովհետև մի շրջան Հայկոյի երգերներ, մի շրջան Շարլի երգերներ, Կոմիտասի երգերներ, ու այնքան հաճելի էր, որ մտնում էիր ու սպասելն էլ շատ հետաքրքիր էր։ Հաճելի էր, որովհետև օրինակ մտնում էր Շարլը էր լսում, բայց անարդարության կասեմ, որ իմ համար ամենահուզիչ եղել է Հայկոյի երգերի ժամանակ։ Դա իրադարձությունների ժամանակ շատ դժվար էր։ Ու շատ այլ էներգետիկա կար մետրոյում։ Բայց պետք է խնդրել, որ եթե միացնեն էլ, ուղղակի չմիացնեն ամեն մեկ իր ճաշակով, միացնեն տրամաբանական ճիշտ, եթե հայկական է հայկական, եթե հայկական չի, թող լինի ինչ որ կոնկրետ իմանանք։ Այդ օրը օրինակ միացնում են ռոք, այսօր միացնում են ջազ, այսօր բլյուզ, այսօր հայկական, բայց հայկական։ Հայկական այնքան բազմաշերտ է, որ եւ ռոք կա հայկական եւ ջազ կա եւ հայկականը ռոքի համար ինձ թվում է ամենահամապատասխան լեզուն է։ Թո ինձ ներեն գերմանացիները ու Ռամշտայնի ֆանատները, բայց հայերենը, sense ինչքան հայկական ռոք կա լսում ես, դաժե վատ որակի ռոքը լսում ես լավն է։ Չէ։ And նու վատ որակի բանի հետ եմ։ Կա որ գործիքավորումը այդքան էլ լավը չի, որտեվ նայում ես իրանք օրինակ 2 տարվա գիտարիստ է, 3 տարվա գիտարիստ է կամ բարաբանշիկը մի տարվա բարաբանշիկ է, ինքը հələ այդքան էլ լավը չի իր գործի մեջ, բայց ինքը ուզում է դառնալ լավը։ Դու դա լսում ես, զգում ես որ կա պոտենցիալ կա, ինքը այդ բանին լավն է։ Բայց լիքը մարդիկ, ովքեր որ 20-30 տարի երգում են, համերգ են տալիս, դու այդ համերգից sense խեղճացած, նեղված sense հոգևոր վատ վիճակում ուզում ես մոռանաս ամեն ինչ, թողես երգերն ես գնաս դից։ Իմ բախտը բերել է իմ վերջին բոլոր համերգները, որոնց որ մասնակցել եմ, շատ հրաշալին են եղել, երևի նախավերջին եղել է Սերուժի ու սիմֆոնիկի համերգը, էթնոսիմֆոնիկ։ Այդ չեմ կարողացա գնամ։ Հա, չէ, ես հրավիրատոմսուն էի, ես նույնիսկ պետքա երգեի, ուղղակի մի քանի պատճառներով չկարողացա երգեի ու իսկ ամենավերջինը եղել է Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան ֆիլհարմոնիկում։ Ես հիմա չեմ հիշի դիրիժորյանն, ամեն դեպքում ուկրաինացի էր եւ վերջներ։ Ես ինչ ուզում եմ գնամ ուշանում եմ, գիտես, չէ՞։ Վերջներ, չգիտեմ,
Ես Տերտերյան միշտ լսել եմ, միշտ ասելով վերջին 2 տարին, 2-3 տարին, բայց լսել live նվագով վերջներ։ Live երբ որ լսում ես համերգի ժամանակ, եթե ակուստիկան լավն է լինում դրած։ Շուկներն էլ նույնիսկ շատ հրաշալի էր, այդա իսկական հայկական էր, չգիտեմ, ֆիլհարմոնիկը նվագում էր լիարժեք հայկական 2000-ամյակների խառնուրդ ունեցող եւ հեթանոսական եւ քրիստոնեական ոնց որ sense խառնուրդ ունեցող երաժշտություն լիներ, որ ուղղակի քո պատմություններ հոսում էր մեջով։ Հա, իրական երգեր կա լսում ես, տպավորությունը ոնց որ դու այդ մտքով այդ սաղ վիճակներին հասնում ես։ Ու շատ կարևոր է, որ մամաներն էլ բալիկներին տանեն նաև այդպիսի համերգների մի քիչ այլ ուղղությամբ զարգանում երախու ուղեղը, ոչ թե մտածում գնա դհոլի ենթադրեն կամ դուդուկի կամ գիտարի, որը որ աչքը շատ ավելի է տեսնում, այլ մտածում կոպալ նվագի օրինակ մերան հանդիսացող գործիքների մասին նաև, չգիտեմ, ջութակ, կոնտրաբաս կամ թավջութակ, որոնք իրականում շատ գեղեցկացնում են։ Հա, հայկականը դա մենակ բոլորը դուդուկ, զուռնա, ես զուռնան չեմ սիրում, գիտես, ես պկուն եմ սիրում։ Իրա ձայնը մի քիչ ավելի լավ է նստում ականջիս։ Բայց հայերը մի քիչ այտենց պատկերացնում են, որ դա հայկական է, ուրեմն պետք է մեջը լինի դուդուկ, դհոլ, զուռնա, վերջ դրանով բրծավ հայկականը։ Տարածաշրջանային։ Բայց նույն շեփորը ձեր երգերի մեջ, Ethno-Colours-ի երգերի մեջ նույն շեփորը շատ սիրունացնում է։ Մի հատ պատմություն պատմեմ։ Մի օր մի հատ մարդ fake edge-ով, fake edge չէր, իր աշխատանքային էջն էր, լվացքի մեքենաների վերանորոգում։ Գրել էր երգը, կարծեմ Քիսմեթի ժամանակ էր, եթե չեմ սխալվում, գրել էր։ Ես չեմ ուրախ։ Չէ, Քիսմեթի ժամանակ էր, երևի գրել էր ամեն ինչ շատ լավ էր, բայց եթե շեփորը չլիներ, շատ ավելի լավ կլիներ։ Ճիշտ ասած screen եմ անում, մենք չաթում քննարկում ենք, ուղարկում եմ ու երեխեքը ասում են գրի։ Մեյլ ասեք, մենք ձեզ կուղարկենք առանց շեփոր տալու։ Ես գրում պատմությունը։ Ու ամենահետաքրքիրը այդ մարդը ուղարկել էր մեյլը։ Եթե ես չալարեի, շատ կխնդրեի, որ մեր ղեկավարը մաքրեր եւ ուղարկի։ Բայց ուղղակի կներեք, եթե նայում եք այս հաղորդումը, ալարել եմ։ Անցնենք մեր կոմիտասին։ Բուն թեմային կոմիտասին, նախ ուզում ենք շնորհակալություն հայտնել կոմիտասին, որովհետև ես մտածում եմ այսպես, եթե ինքը 20 երեխաների միջից չընտրվեր հենց կոմիտասը, մենք չենք ունենա այսօր այսքան պաշար մեր անցյալից, հազարամյակ առաջվանից ու ինչու ոչ նաև 100 տարի առաջվանից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր ինքնությունը այս ժամանակաշրջանում դեռևս պահպանվում է շնորհիվ կոմիտասի, հուսով եմ, որ մեր ազգում էլ կլինեն մարդիկ, ում շնորհիվ կպահպանվի 100 տարի հետոյի համար։ Ես ինչքան գիտեմ, կոմիտասը ոչ թե մենակ արել այն ինչ որ հայկական է, կամ չի ուզեցել, չէ՞ մենակ ներկայացնի, որ էսի հայկական է ու վերջ։ Ինքը նաև ասել է, որ էսի օրինակ թուրքական է, էսի քրդական է, չէ՞, ճիշտ եմ չեմ անում։ Գնացած ասենա, որ կարևոր է, որ մարդիկ ոչ թե մենակ մտածեն էսի հայկականը վсё դրանից են կոմ բրծավ, բայց տարանջատելու համար էլ պետքա դու իմանաս, թե թուրքականը որն է, քրդականը որն է։ Որ իմ ամեն օրվա կռիվը, որ ես բոլորին ասում եմ այդ երգը որ լսում եք, դա հայկական չէ, դա թուրքական է։ Շատ կարևոր է։ Մարդիկ հասկանան, թե ես ինչի նկատի ունեմ։ Ավտոների մեջից երբ որ բարձր միացնում են ու ես չգիտեմ, ստեմոսվա կինոթատրոնի կողք այդ ավտոները ֆռում են, այդ իրենք միացնում են մաքուր թուրքական երաժշտություն, մաքուր, sense մաքուր թուրքական երաժշտություն, ու իրենք այդ ավտոներով ֆռում են Երևանի կենտրոնում։ Ու կարան ծայրամասում էլ, բայց ամեն դեպքում հարցը ծայրամասնու կենտրոնը չի, ամոթ է, որ դու գնում ես քո քաղաքի մեջտեղում լսում ես երգ ներկայացնում ես որպես հայկական, որ մենք շատ բարձր ճաշակով մարդիկ ենք, բայց դու լսում ես թուրքական երգեր։ Ես ռաբիսին դեմ չեմ,
Ջեմից ասիր ու բան չասեմ։ Չէ, ես ռաբիսին դեմ չեմ, ինձ թվում է դա առանձին թեմա է ու շատ մեծ ուսումնասիրության, որտեղ ռաբիսը ինքը մշակույթ է նախորդ դարի կեսերի եւ կարծում եմ, որ արժանի է ուսումնասիրության ու ճիշտ ներկայացման, որտեղ մեզ ներկայացնում են թուրքական ռաբիսի անվան տակ, բայց դա ռաբիս չի, դա թուրքական հոգով շնչով։ Դա իրականում շատ վատ են ներկայացնում, ու սխալ են ներկայացնում, երբ որ անգամ ասում են ինքը աշխատավորների երաժշտությունը, չգիտեմ, այս ձևի ինչ որ բաներ։ Իմ պապը սովետի ժամանակ շինարար մարդ է եղել ու պրարաբ։ Իրանից միշտ լսել եմ, որ երբեք ռաբիս ոչ մի բան չեն լսել։ Որովհետև այն ռաբիսը ինչ որ այն ժամանակ ընդունված է եղել, հիմա մենք ընդունում ենք որպես կամ երևանյան ֆոլք կամ էստրադայի նշույլներ ունեցող, բայց ամեն դեպքում ոչ հիմիկվա ռաբիսը կապ չունի թեկուզ 40 տարի առաջվա ռաբիսի։ Բայց հետարքիրը գիտես որ օրինակ պապիս ինքը միշտ լսել է օրինակի համար պատմում էր որ դաժե իրանց հին խնջույքներից կամ այդ բաներից որ պատմում են Արամ Խաչատրյան, Արնո Բաբաջանյան, Ազնավուր, այսինքն մարդիկ եղել են 60-70 թվերին շինարար մարդիկ, որոնք որ լսել են իմ համար բարձր երաժշտություն։ Իսկն ինքը պարտադիր չի էլի այդ մի հատ խավերի բաժանել, ասել եթե դու այս խավի մարդ ես, դու ռաբիս ես լսում։ Չէ։ Եթե դու, չգիտեմ, դու պիտի լինես ինչ որ գիտնական, որ դու լսես, դու չգիտեմ, ինչ որ մեծ սիմֆոնիկ երաժշտություն։ Բռնել են մարդկանց բաժանել են տարբեր խավերի, որ եթե դու ես ռաբիս լսի, եթե ես գնա, չգիտեմ, գնա ինչ որ։ Չէ, դա չի, ընդհանրապես ճիշտ է, մենք հիմա շատ ենք մեղադրում սովետական միությանը, իհարկե եւ դրական եւ բացասական կողմերն ունի սովետ միությունը, բայց կրթության եւ երաժշտության առումով ինչու ոչ նաեւ ճարտարապետության, շենքերի շինության առումով սովետ միությունը կմնա անգերազանցելի։ Դրա մասն ենք եղել, ուզենք չուզենք այտենց է եղել ու պետքա գնահատել ինչ որ կա, վատն էլ պետք է ասել, բայց ամեն դեպքում պետք չի լինել երախտամոռ ու բոլոր լավ բաների վրա թքած ունենալ, ասել որ չէ, մենակ վատն է եղել, ոնց որ մեր ազգը սիրում է էլի, մենակ վատը տենա, բայց կարելի է լավ բաներն էլ տենալ։ Չէ, ասածս ուտեն էր որ ռաբիզը նախ սխալ բաներն են ասում ռաբիս։ Սխալ ներկայացված է, սխալ են։ Իրանք կոնկրետ ոնց որ երաշտական ռասիզմ ոնց որ լինի։ Ես որ դեմ եմ խոսում ռաբիզին, ոչ թե դեմ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ինչ որ բայ լսում են ռաբիզ, այլ դեմ եմ այն նրան ինչ որ կատարվում է ուղղակի։ Իրանք սենց 4 ձևով։ Ես այդպես մի քիչ չեմ մտածում, որովհետև ես էլ եմ ասում սխալ են ներկայացրել ռաբիսը եւ ռաբիսը, որը իսկականում արժանի է վերլուծության եւ նայելու եւ առանձին մի հաղորդում ներկայացնելու կապ չունի մեր այսօրվա ստեղծվող որ կարան կանչենք խոսել ռաբիզից, այս ռաբիզ երկիչ չէ էլի ինչ որ։ Չէ, իհարկե։ Մարդ որ կարա բացատրի նաեւ թե կլասիկը որն է ու ռաբիզը որն է։ Եվ հիմիկվա երկվող թուրքաքրդական չասեմ Մուղամաթը, որտեղ Մուղամաթը այլ տեսակա, որը նույնպես էլի արժանի է ուսումնասիրության այդ նվնվոցը արաբների մոտ կարաս լսես Մուղամ, որը որ պարսիկների մոտ, հա, որ շատ տհաճ է ամեն դեպքում։ Չէ, ինձ համար շատ գեղեցիկ է իրանցիների եւ բեյրութցիների երգածը։ Նու Իրանում ապրող պարսիկներին է շատ, նու Իրանում ով ասես ապրում է հիմա, բայց հենց պարսիկներին է շատ մաքուր մնացած է։ Դե իրան կարիներ են։ Իրանց այդ բանը, այն ողբ կլկլոցը չկա։ Նույն երգերը որ լսում ես, որ ինչ որ մեր կողի պետությունները ասում են իրանցն է, բայց նույնին լսում ես պարսկականն էլ լրիվ ուրիշ էմոցիա է կես տալի, հասկանում ես որ չէ, սոտիկի պարսկականն է էլի։ Դե գանք մեր թեմային։ Մեր թեմային գանք։ Գիտես ինչու հենց Կոմիտաս։ Չէ։ 1884 թվականին ձեռնադրվել է Կոմիտասը Սողոմոնյանը Աբեղա եւ ստացել է Կոմիտաս անվանումը ի պատիվ 7-րդ դարի հայ կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու շարականագիր։ Այդ ինձ թվում է լիքը մարդ չգիտի, այդ կարան կտրենք առանձին մի տեքստենք որ բոլորի մոտ գնա որ իմանան։ Երեք իրիկունը հենց նորից նայում էի լսում էի տարբեր նյութեր։ Գիտես ինչն էր հետաքրքիր։ Բավականին մեծ տարիքում նոր հայերեն է խոսել, որտեվ Քյոթայիայում բոլորը, ապրող հայերը մեծ մասը չէ, բոլորը խոսել են թուրքերեն, քանի որ արգելված է եղել հայերեն խոսելը։ Ընտանիքում եւս։
ու Կոմիտասը երբ որ սկսել է հայերեն խոսել, շատ մեծ տարիքում ա եղել, իսկ ինչներ հուզիչ, որ այդքանի հետ մեկտեղ խոսել է Հայաստանի բոլոր բարբառներով, մեծ մասի բարբառներով, խոսել է մաքուր հայերենով, հիմա ամենահետաքրքիրն եմ ասելու, ուսումնասիրել է եւ կան մատյաններ, որտեղ որ ինքն է աշխատել գետադրության եւ քերականության վրա, որ մենք ունենք շատ թույն ինֆո էր դա։ Ու մենք որ գնում ենք կողքի մարդ բարբառը չենք հասկանում։ Շունչս կտրվում էր ոնց ինչ հզորության տեր մարդ է եղել։ Բայց հետաքրքիր է, չէ՞, մարդ որ ապրել են այս տարածքում, որ թուրքական է եղել առնվազն որպես իշխող ուժ դե Թուրքիան է եղել, լիքը բաներ արգելելով հանդերձ, իր մեջ մեկ այդ հայկականությունը մնացել է։ Կարար չէ, ինքը ուղղակի շատ մարդկանց նման, որը որ այդ թվերին ապրել են, համակերպվեն այդ իրողության հետ, գնան իրենց կյանքով ապրեն, իրենց ոչ մեկ ձեռ չտա, իրենց ոչ մեկ չսպանի, իրենց ընտանիքները չվնասվեն, փաստացի զտել, մաքրել, ներկայացրել է հզոր մշակույթ։ Ու ոչ միայն հայերի համար։ Բայց արի այն նրանից էլ խոսա, որ թուրքերեն երգեր էլ կան։ Հա, էլի բայց կարծում եմ դու ես պատմել, որ ինքը որ թուրքականն էլ է ներկայացրել, որ անջատելու համար, որ դա խոսում է Կոմիտասի հզոր մտքի անսահման աշխատասեր լինելու չգիտեմ ինչ բառերով օրինակ ասեմ, որտեղ իմ համար Իրանից երկրորդը կարծում եմ չկա, չի էլ լինելու։ Մի քիչ չեմ պատկերացնում մարդ ոնց որ իր սաղ կյանքը ոնց կարա տա մի բանին, որը որ իրականում ինքը դրա բանն էլ չտեսավ էլի, այդ հայերեն այդ բառը չէ, այդ ադդաչան շնորհակալություն։ Ну կարելի ասել ոնց որ այդ գնահատող մարդկանց ֆիդբեքը, չգիտեմ, դա անգլերեն, հայերենը չգիտեմ, ոնց որ ձեր կարծիքը էլի։ Մարդ հարած լիքը բան, որի արդյունքը ինքը չտեսավ, բայց իր մասին որ կարդում ես, նույն քո ուղարկած նյութերն էլ որ կարդում ես, հասկանում ես, որ ինքը միջև վերջ դաժան ժամանակ է, որ իրան անարդարացի ձևով տարել են ու ինչ որ գժանոցում պահել են, ինքը մեկը իր պրինցիպներին, իր արժեքներին, իր հավատին ու այդ ամեն ինչին դեմ չի գնացել։ Ուզում եմ նրա մասին պատմես, որ շատ ինֆոներ կա իր մասին, որը որ սուտ է, որ ասում են ինքը չգիտեմ ինչ որ հիվանդ է եղել, ինչ որ չգիտեմ։ Վարկածներ են դրանք, ոչ մեկ չի կարող ասել, որովհետև ես ուսումնասիրեցի մահվան հետ կապված Google-ում կարդալու առաջի բաները Կոմիտասի մասին նշի, որ մի անգամից բերում ա որ ինքը այդքան բաներ գրած որ ինքը չգիտեմ հոգեկան հիվանդ է եղել կամ ինչ որ սեռական հիվանդություն ա ունեցել կամ ինչ որ բաներ, բայց իրականում ոնց հասկացանք ինքը մահացել է ինչ որ ոսկրաբորբ, որը որ հա ոնց որ ինչ որ ոդքի բորբոքման հետևանքը է, չասեմ անիմաստ մահով, բայց այնքան անարդար վերաբերմունքի է դրսը արժանացել, կարդալուց կատաղում է։ Ու իր մասին սուտ չէ, սխալ ինֆոների ինչ որ մասը նրանից է, որ իր բժիշկը սկզբից թուրք է, չէ, եղել, որ իրեն տարել են թուրք բժիշկի մոտ։ Վարկած է, ես ուսումնասիրեցի մենակ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայից, Փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի 2 հոգեբուժարների առաջատար մասնագետ Լուիս Հովհաննիսյանի գրածը, որ գնացել ուսումնասիրել է ու ներկայացրել է, որ ճիշտ է Կոմիտասը ունեցել է հոգեբանորեն շատ ճնշված վիճակ 20 թվականից հետո ինձ թվում է բոլորս հա այսինքն նորմալ է որ մեր բառերով ասեմ կարող է արվեստագետը մանավանդ գնալով ավելի շատ եմ համոզվում որ եթե դու մշակույթի մեջ ես արվեստի մեջ ես քո դեպրեսիան կրկնակի ավելի ծանր է լինում չխոսելու ցանկությունը, չուզենալ ստեղծագործելու ցանկությունը շատ ավելի ծանր է նստում, քան օրինակ, չգիտեմ, հաշվապահի մոտ կամ այսօր ոդկաստ լսելու ես օրինակ տենց եմ անում։ Լիքը մարդ չի հասկանում, որ ասում եմ, գիտես ինչ կա, ուզում եմ ուղղակի 2 օրը ոչ մեկ հետ չխոսամ, քայլ եմ իմ համար, ուղղակի ինչ որ ոդկաստ լսեմ, կապ չունի
հայկական, ամերիկական, ռուսական, ընդհանրապես ուղղակի ուզում լսեմ ինչ-որ մի բան, որը որ իմ հետ կապ չունի։ Բայց մենք այսօր կարող ենք այդ ամեն ինչ անենք, հաստատ, չգիտեմ, 30 թվին Կոմիտասը այդքանը չի կարացի անի։ Բայց մտածել եմ, որ հոգեբանորեն հոգեբուժի կարիք ունի ու բռնի կերպով տարել են հոգեբուժարան, որտեղ բուժող բժիշկը թուրք ա եղել։ Ու ներկայացրել է Լուիս Հովհաննիսյանը, որ Թուրքի հետ խոսեր Թուրքի ցեղասպանությունից։ Սա էմոցիոնալ դժվար է ընդունելը, որտեղ թեկուզ 44 օրյա պատերազմից հետո երբ որ մի թեթև դաժան որ թուրքական կամ ադրբեջանական այնց երաշտություն մի բան ընկնում էր ականջիս, մեջը sense ատելություն էր առաջանում ու այդ լսողի հանդեպ, այդ միացնողի հանդեպ նույնն էլ պատկերացրեք Կոմիտասը շատ ավելի շատ դաժան բաներ է տեսել ու դե parza Թուրքիա ինչ պիտի նստեր խոսել մեր ժամանակ Թուրքին ուրիշ բաներ կարող ասել, բայց իր խնդիրների շուրջ։ Ու նախադրել է լռել է ու մի ուրիշ վարկածել կա, Կոմիտասը չի տիրապետել ֆրանսերենի, պահվել է Ֆրանսիայի հոգեբուժարանում, այսինքն բժշկի ու պացիենտի մեջ կապը պետքա խոսքը չէ լինի, որ բացատրի ինչն է, բայց այդ մարդը չի խոսել ֆրանսերեն, քիչ է խոսել, այսինքն Դեռ որ լեզուն չգիտես, մի քիչ դժվար է բացատրել ինչ ես ուզում, ինչ ես զգում։ Ինչ ես ուզում ասես, ինչ հոգեվիճակում ես։ Կամ խես հայտնվել դե ընդհանրապես։ Իսկ ոսկրաբորբի հետևանքը սկիզբը եղել է, որ հոգեբուժարանում ցավացնող կոշիկներ են հագցրել, իսկ դա վնասել է ոսկորը, որը հետո ինֆեկցիայի այդ ժամանակ էլ դեղորայք չկար ոնց։ Այդ բուժելու։ Մոտ 48-ից 50-ական թվականներին է։ Երկրորդ համաշխարհայինից հետո։ Շատ բարդ թեմա է Կոմիտասի թեման, որ անընդհատ կարելի է խոսել ու տարբեր կոմիտասագետների լսեցի, որոնցից երևի թե ամենաշատը տպավորվեց իմ մոտ Արտուր Շահնազարյանի խոսքը, նաև խազերի վերաբերյալ, որ խազերն ուսումնասիրել եմ։ Խազերը ոնց ասել Կոմիտասը կիսատ է թողել, թե չի հասցրել ավարտի, թե նախ արի մի հատ ասենք ինչա խազերը, ոնց որ Կոմիտասի հետ շեղվում ենք, բայց շատ մարդիկ չգիտեն ինչա խազերը։ Չէ, արի մինչև խազերին անցնել է ուրիշ թեմաներ կան էլի, որոնք պետք է քննարկենք։ Հեշտացավ մի տեսակ։ Անցավ չէ լարվածությունը։ Իսկ դու գիտես, որ Կոմիտասի գլխավոր աշխատությունը պատարակն է, որի սկիզբը եղել է սկսել է 1892 թվականին եւ որը չի ավարտել, բայց մինչեւ այժմ եկեղեցական ծիսակարգի մի մաս է։ Ես եկեղեցական ծիսակատարությունների մեջ դեռևս շատ չեմ խորացել, ուսումնասիրել եմ, բայց շատ չէ։ Իսկ թվում է դա ավելի մանրամասն կարող են քննարկել շարականների ու պատարակներին նվիրված Ինչ թվում է ինչ-որ մի օր, երբ որ այդ թեմայով կարելի է գտնել մարդ հենց եկեղեցական, որ ավելի լավ կար այդ պատմի, որտեղ իրանց ինֆորմացիաներն ու գիտելիքները շատ են։ Այո։ Իմ մոտ միշտ տպավորություն եղել, որ եկեղեցական մենակ այն մարդիկ են դառնում, որ լավ երգում են։ Իրանք միշտ բոլորը լավ երգում են։ Ու մտնում երբ որ պատարակի ժամանակ մտնում ես եկեղեցի, որովհետև ձայն են մշակում երկար տարիներ։ Երբ որ լսում ես պատարակները, անկախ նրանից հավատացել ես թե հավատացել չես, մի տեսակ շատ հանգստացնող էֆեկտ ունի իր մեջ, էլի։ Մի փոքր շարականների մասին կպատմեմ խազերի ժամանակ, բայց համել ուզում եմ նշեմ, որ Կոմիտասը մինչև կյանքի վերջ չի բաժանվել իր փարաջայից հոգևորականի ու հոգեբուժարանում գտնվելու տարիներին նույնպես, երբ որ չի մացել ամսաթիվ, օր, ամիս, ինչա կատարվում, իմացել է պահքի սկիզբը եւ ավարտը եւ պահելը բոլոր մանրամասն։ Մենք որ հիմա ուրբաթը շաբաթը չենք կարող տարբերենք հիշենք։ Հա, իրոք ֆենոմեն է հայկական։ Բացառիկ մարդիկ լինում են։ Ինքը երևի մեր վերջի մի, չգիտեմ, քանի 100 տարվա ու տես կարող է շատ մեծ եմ ասում, բայց երևի մի քանի 100 տարվա մեջ շեղած ամենաբարձր մարդիկ։ Մշակույթը որպես այդպեսին եւ հայկական եւ պարսկական եւ այլ մշակույթի կրողը ես ամբողջությամբ
հայկականի կրող երևի Նարեկացին է եղել Կոմիտասից առաջ։ Սայեթ Նովայի մասին ես էլ չեմ ինչ որ երկերով բան է, ոչ թե Սայեթ Նովայի, այլ երկերի մեջ է, որ նշում են Սայեթ Նովա։ Այդտենց մշակութային է, շատ տարբեր ազգերի մշակույթ կա, բայց որպես հենց այդպեսին հայկական զտված մշակույթ, ինձ թվում է Կոմիտասից առաջ Նարեկացի կարող է լի մարդիկ են եղել, որ ուղղակի ինչ որ մի ձև վերածվել է իրենց ստեղծածը, մտածածը, չնայած որ բոլոր ժամանակներում էլ ինչ որ բան ստեղծել են, այդ նույն ժողովուրդը ինչ որ իրենց գյուղի, քաղաքի կամ չգիտեմ, այդ կողմի համապատասխան ինչ որ բան է ստեղծել, ու մեր երգերն էլ որ լսում ես, իրենք շատ պատմողական երգեր են։ Այո։ Ինչ ու դաժե ալարկոտ մարդու մասին երգ ունենք, իրեմ նույն խլպանեն որ լսում ես, ինքը պատմում է կոնկրետ ինչ որ բանի մասին, ինչ որ մարդու ճուզելու, արդարացում գտնելու բանի մասին։ Ինքը կարաս ինչ որ հարսանեկան ծիսակարգի երգեր որ լսես, իրենք բոլորը պատմողական երգեր են։ Վստահ եմ որ ունեցել ենք նաև ինչ որ դարերի պատմողական բաներ, որոնք որովհետեւ վերացել են ինչ որ ձև չեն պաշտպանում։ Ունեցել ենք նաև չգիտեմ, Սանդի երգը մեկը, որ աշխատանք կատարելու երգ է եղել։ Հա։ Կամ Սիրուշոն ներկայացրել է Պրեգոմեշ երգը, որի մեջ ամենասկզբում տեսահոլովակի այդ Կոմիտասի ձայնն է։ Ինչ Գոմեշի աշխատանքի ձայն երգի նվիրված երգի ձայնն է, որ երգել է, ներկայացրել է։ Բայց գիտես չէ որ Կոմիտասի ձայնով կա ինչ որ բան, ես շատ շուտ չեմ իմացել, վերջերս եմ իմացել լսել եմ։ Ազգային ձայնադարան ունենք, կարծեմ այդտեղ կա, որը on-line կա։ Ինչ որ ռիլեր բերել իմ մոտ, որ Կոմիտասի ոնց որ լսել եք Կոմիտասի ձայնը, թե չէ, բան եղավ միանգամից։ Ոնց կա Կոմիտասի ձայնը ինչ որ միտեղ։ Այդտենց եմ լսել, որ այդ էմոցիոնալ ինչ որ բան է, էլի, որ մտածում ես այդ մարդու մասին դու ամեն ինչ գիտես, չես մտածել որ դու իր ձայնը կարաս լսես։ Երբ որ ձայնը լսում ես, ինքը մի տեսակ sense ամբողջական է դառնում։ Որտեվ մեր մոտ մեր ուղեղում կա մի հատ sense երևույթ, որ երբ որ մեր համար ինչ որ մեկը անցյալից է ու փաստերով աստվածացրել ենք այդ մարդուն, այդ կերպարին, երբ որ իրանից իրական չասեմ, շատ sense շոշափելի բան ենք տեսնում, գտնում, մի տեսակ սկսում ենք չհավատալ, որ դա իրական է։ Նույնը Կոմիտասը մի քիչ անիրական է թվում, որ կարանք մենք ձայնը լսենք։ Դու գիտես, որ այս վերջում ինտերնետով կարդացի, որ Թուրքիայում մի հատ թուրք երաժիշտ, արտաքնապես Կոմիտասին շատ նման, ընկերներից մեկի հետ կարծեմ գալիս է Հայաստան, կամ հենց Ստամբուլում գնում է տուն, չեմ հիշում պատմությունը, բայց կուսումնասիրեմ հաջորդ եթերին կասեմ, պարտադիր, որ գնում է ու տեսնում է Կոմիտասի նկարը ու ասում է ոնց որ ես լինեմ, իրոք շատ նման էր, էլի նկարները շատ նման էր ու ռոք երաժիշտ է լինում։ Ու ասում է ոնց որ ես լինեմ, ասում է Կոմիտասն է, մեր երգի հայրն է, կոպիտ ասած papan է, ու տեղից այդ տղան սկսում ուսումնասիրել ու գտնում է որ ինքը հայ է։ Դե ոնց որ հիմա շատ է Թուրքիայում տարածվել, որ հա, գենետիկ արդեն բարձում են որ հայ են, չնայած որ արգելել են, բայց շատերը բարձում են։ Այնքան ուրախ եմ իրականում, որ տխրում են, որ իրանք հայ են, էլի։ Գենետիկ ամեն դեպքում ոնց որ ես տխրելու չի, դու ուրիշ իրականություն ես ընդունում ամբողջ մի կյանք։ Ես մի քանի տարի 25 տարի գիտեի օրինակ, որ այդ եղջյուր եմ, համաստեղությամբ հետո իմացա, որ ջրհոս եմ, չգիտեմ, մի քանի օր դեպրեսիոն էի, բա որ ամբողջ կյանք մարդը ապրում է, որ գիտի թուրքա իրան ամբողջ կյանք թշնամացնում են հայի դեմ, ինչ ասես չեն ասում, ու հոպ մի օր պարզվում է, որ ինքը հայ է ու շատ պատահական է իմանում, պարզա որ պետքա շատ տխրի, ոչ թե տխրի, որ ինքը հայ է, այլ տխրի, որ ինքը գիտակցված ատելություն ունի ինքը իր դեմ, իր արմատի դեմ, անատոլիական պատմություն չգիտեմ նայել ես թե չէ, գիրքն էլ կա։ Շատ գեղեցիկ ներկայացնում են այդպիսի մի պատմություն, որ մոտ 70-ին մոտ պապիկը, ով որ ամբողջ կյանք աշխատել է հակահայերի, այսինքն տղան էլ եղել է Գորժ գայլերի գլխավորը, գրքում է ներկայացված, ավելի շուտ նաև ֆիլմում,
ու ինքը բավականին ծեր տարիքում իմանում է որ հայ է։ Դե մեծ չխոսանք, բայց դե որ Թուրքիայում սկսեն համատարած դնեթե թեստեր տանել, ամեն դեպքում գոնե մի 30%-ը կպարզվի որ հայ են, մի 30%-ը պարսիկ, մի 15%-ը վրացի, հույն, ասորիներ էլ կլինեն հաստատ, քրդեր կլինեն։ Դե քրդերը հիմնականում հաստատ ինչ որ իտալական գեն ունեցող մարդիկ էլ կլինեն, հրեաների արյուն, թուրք էլի կլինեն, բայց բայց հիմնական այդ իրենց իսկականը շատ քիչ կլինի։ Հա, էթնիկ թուրքեր մի քիչ խնդալու ասել, բայց հա, էթնիկ մոնղոլներ։ Էթնիկ մոնղոլներ։ Ես իրենց քիչ եմ ուսումնասիրել ամեն դեպքում։ Ես իրական պատերազմի ժամանակ սկսեցի, պատերազմի ժամանակ հետս տարիքով մարդ կար, առաջին պատերազմի մասնակից, լիքը բան ոնց որ այդ թեման մեր մեջ սառած էր երկար ժամանակ, մինչև որ եղավ 44 օրվա պատերազմը։ Շատ բաներ չենք ուսումնասիրում, շատ բաներով չենք հետաքրքրվում, ուղղակի որպես փաստ լիքը բան ընդունել էինք ու տեն շարունակում էինք ապրել։ Այդ պատերազմը ոնց որ տաքացրեց այդ ամեն ինչը ու այդ մարդու հետ խոսում էի, ինքը նաև պատմություն շատ լավ գիտեր։ Մա ինչքան էր չափազանցնում, ինչքան է շրջում, կարող ասեմ։ Երբ որ սկսեց թուրքերի մասին պատմել, կարող է ժամանակ նաև լիքը բաներ իրոք չափազանցնում էր, որովհետև ամեն դեպքում դիմաց էր նաև էմոցիոնալ։ Բայց թուրքերի այս տարածքում հայտնվելը, թուրքերի իրական ծագման մասին, որտեղից են իրանք եկել, իրանք միշտ եղել են ագրեսորներ, իրանք միշտ եղել գրավել են ամեն ինչ ուժով, իրանք ամենաուժն են կրթվել այն մարկանցից, ովքեր որ ապրել են այդ տարածքում։ Իրանք անշնորհակալ են, իրանք ոնց որ հարգել դիմացինի կարծիքը չունեն։ Երբ որ սկսում ես այդ ամեն ինչը մի հատ փորձես դու ուսումնասիրես, հասկանում ես, որ իրոք թուրքը գնացել է հայտում հաց է կերել, հետո ինքը այդ հային պատժել է մենակ նրա համար, որ իրան չի վարձատրել, որ դու գիտես ինչ կես եկել եմ քո տուն հաց եմ կերել, դա քո համար մեծ պատիվ է ուրեմն։ Դա չես կարա էլի հանես, այդ եթե կա մարդու մեջ այդ գենը, դու ինչ ուզում ես, արա դա չես կարա հանես։ Կարաս ուսումնասիրես Գրիգոր Զոհրաբի կյանքը։ Ուսումնասիրեմ։ Գիրքը կա, որը որ ես չգիտեի երկար ժամանակ որ մեր տանը այդ գիրքը կա։ Տատիկս մի օր ասեց, ինքը շատ էր կարդում ու ասեց, գիտես, նույնիսկ տան մեջ ունեցել է սեփական լիֆտ։ Ինքը իր տան մեջ։ Ինչքան զարգացած, ինչքան բան ու մի օրում ամեն ինչ կորցրել է։ Նա դա միշտ Թուրքի պատճառով ու ընկերոջ պատճառով։ Միավորման մեջ են եղել։ Տխուր է։ Շատ տխուր է իրականում։ Ու եթե նույնիսկ կոմիտասը խելագարվել է, դա խելագարվել մի քիչ ոնց ասեմ դժվար է խելագարվել բժշկական տեսանկյունից չունենք։ Իսկ ով չի խելագարվի։ Հոգեբանորեն ոնց ասեմ քո ազգին կոտորում են, ու հետո այդ մարդուն ասում են ինքը խելագարվել է, ինքը կարող է բժշկական չէ, բայց մարդ հետ կոմիտասի մոտ էլ թողել են այնպիսի մարդկանց, որոնց իրենք են ուզել, ոչ թե կոմիտասը։ Բարձ չէր որ չէր խոսա այդ մարդը։ Ինչ խոսար։ Շատ բաներ որ խորանում ես, մեզ սխալ է եկել հասել, բայց կա հանգարան, չէ՞, կոմիտասի, որտեղ որ մարդիկ ովքեր որ ուզում են ինչ-որ բաներ իմանան, կարան փորձեն թանգարանից իմանալ, ինչ-որ բաներ էլ պահպանվել է հենց կոմիտասի, դե մի թրիլեր բերել, քեզ ուղարկեցի, չէ՞, որ ինչ-որ կոմիտասը նամակ էր ուղարկել, շնորհավորում էր ինչ-որ մեկի ծնունդը, բայց ուղարկել էր նոտաներով։ Այդ ռիլը, այդ աղջկարելը շատ հետաքրքիր էր, էլի։ Մինչև սա եթեր գնա, այդ ռիլը բավականին հայտնի կլինի։ Հա, մինչև եթեր գնա։ Իսկ թվում է այս ով որ մեզ լսի, այն մեր տնեցիկից բացի էլի իհարկե։ Այն հավորոքին որ լսեն։ Իմ ընտանիքը գիտեր, որ ես գալիս եմ նկարահանման, ուղիղ եթերա լինելու։ Չէ, ես ոչ մեկի չեմ ասա։ Ես սպասել եմ, որ հուսով որ կենտրոն TV-ին չեն միացրել, սպասում իմ ուղիղ եթերին։ Չէ, ես նենց եմ արել, որ բոլորը տնեն sense անական այն որ ոնց, այսինչ շա ու մտնեն նայեն։ Հա։ Ոչ մեկի չեմ ասել։ Իսկ գիտես ինչ են խազերը։ Խազերը իմ քիչ ունեցած տեղեկություններով նոտաներից առաջ, երբ որ նոտաները դեռ չի եղել է խազերը։ Խազերը կարդալու ձև ունեն, թե ոնց է երաժշտությունը եղել այդ երգի, ոնց նոտաներն են հիմա կարդում։ Ոնց որ երգերի սեպագիր արձանագրություն էլի։
Բայց դրանից ավել ինֆորմացիա չունեմ։ Արգիստի օրոք չէ։ Ես մի փոքր ավելի այդպես բան տարբերակով հանել եմ։ Խազերը միջնադարում մոտ 7-ից 9-րդ դարերում ստեղծված նշաններ են, որոնք դրվում էին բառերի վրա եւ երգիչը գիտեր, թե որտեղ ինչպես երգի կամ ինչպես արտաբերի ձայնն ու հնչյունը։ Եվ դրանք հիմնականում վերաբերվել են եկեղեցական երգերին մոտ 1500 տարի առաջ, երբ որ Մաշտոցը ստեղծում է գրերը, թարգմանվում է Աստվածաշունչը, եկեղեցական ծիսակարգն է ձևավորվում, ստեղծում են շարական երգեր։ Դեպ միջանկյալ նշեմ նաև, որ շարական երգերի մեծ մասը դրանք նախաքրիստոնեական ժամանակվանից եկած կան մատյաններ, որտեղ որ այդպես գրված է։ Նախաքրիստոնեական հեթանոսական ժամանակաշրջանից եկած երգեր են, եւ եւս մի բան ասեմ, որ մինչ գրերի ստեղծումը Մաշտոցի եկեղեցական ծիսակարգերը կատարվել են հունարեն կամ մասորերեն։ Ասորիների պատմությունն էլ է շատ հետաքրքիր, բայց այսօր դրանից չենք խոսում։ Այո։ Ու պատկերացնում ես, եթե գրերի կյուտը չասեմ, գրերի ստեղծում վերամշակումը եթե չլիներ, փաստացի չէր պահպանվելու մեր երգերից եւ ոչ մեկը, այսինքն նաեւ ծիսակարգերից, խոսքերից ոչ մեկը։ Իդեպ այդ 100 տարիների ընթացքում, որ հայ գիրը դեռևս մշակված չի եղել, երգիչները երգել են շարականները, այդ նախաքրիստոնեական շրջանի երգել են անգիր, առանց նոտայի, առանց ինչ-որ բանի, ու ինչի էր խազագրությունը շատ կարևոր այդ շրջանում, որ ենթադրենք 100-200 տարի երգեցին, բայց 300-րդ տարում կարա ինչ-որ ազդեցություն լինի, օտար հովեր լինեն, որոնք մեր երկրում միշտ անպակաս են, ու մի աննշան ելևեջ փոխվի ու պատկերացնում ես տենց անընդհատ ելևեջներ փոխվելով երգերը մեզ ուրիշ ձև, շարականները մեզ ուրիշ ձև կհասնեին։ Հիմա է որ նայում ենք հիմիկվա 2-30-40 տարի առաջվա երգը ամբողջությամբ տարբեր կազմ ունի, չգիտեմ, երաժշտական առումով լրիվ այլ է։ 100-200 տարի առաջ ու այդ շրջանում որ հələ ինտերնետ էլ չի եղել, ոչ մի բան չի եղել, կոպիտ ասած իրանք բերնից բերանա փոխանցվել զուտ ու ինչ կլիներ կամ երգչից երգիչ։ Դե Կոմիտասի կարևորությունը հենց այդ է եղել, որ ինքը այդ ամեն ինչը բռնել մաքրել է ու ինքը իր ձայնագրման սարքով, չեմ պատկերացնում այդ ժամանակին ինչ ձայնագրման սարք է եղել, որ Կոմիտասում ունեցել է, բայց գնացել է գյուղերում, մարդկանց երգել է տվել այն երգերը, որ իրենք գիտեն, այդ երգերը ինքը ձայնագրել է։ Ու սկսել է այդ երգերը մաքրել։ Ու ձայնագրելը ոչ միայն այդպես գործիքով ձայնագրելը, նոտայագրելով։ Հա, նոտայագրելով, հա։ Այսինքն կարևորություններից մեկը նաև է դա, որ ինքը թողել է գոնե ֆիզիկական ինչ-որ մի բան, որը որ եկե հասել է ինչ-որ մի բան շարունակել է, օրինակ Հայրիկ Մուրադյանը, հիմա որ շատ քիչ մարդ կա որ շարունակում է, բայց կան, գոնե կան մարդիկ, որոնք ուղղակի շատ լուր են անում ու իրենց ոչ մեկ չգիտի։ Հա, բոլորը ինչ-որ լսում են մենակ են նրանց, ինչ-որ ովքեր որ մի քանի համերգի գնում են, ինչ-որտեղ հայտնի են դառնում։ Ժամանակի ընթացքում խազերը շատ པարզ են եղել, այսինքն քանի որ նայ այդ 100-200 տարիներին երգիչները եղել են, երգել են նույն բանը, ուղղակի հաջորդին սովորացնելու համար պատկեսը նորից հաջորդը անգիր անելու, բայց նշաններ են արել, այդ խազերի նշաններն են արել, որ իման օրինակ ստեղ բարձր է երգելու, ստեղ ցածր ելևեջներ անելու ու գնալով այդ ամբողջը շատ ավելի բարդացել է, այնքան է բարդացել, որ ամբողջ երգը պատկերացրա խազագրություն է եղել, մատյաններ են եղել, հազարավոր մատյաններ, բացվել են դպրոցներ եւ Կիլիկիայում եւ Արևելյան Հայաստանում խազագրության մասին, խազերի մասին, բայց մոտ 500 տարի առաջ դպրոցներն են փակվել ու Կոմիտասագետ այս ամբողջը ես լսել եմ, ուսումնասիրել եմ Արթուր Շահնազարյանի խոսքից, իդեպ
Ասում եմ, որ 500 տարի առաջ դեռևս եղել են խազեր ընթերցողներ, կարդացողներ, 2 տարի, 300-200 տարի առաջ հատուկ կենտ կարդացողներ են եղել, բայց երբ որ Կոմիտասը ծնվել է, արդեն իսկ խազագրությամբ զբաղվող կամ խազեր կարդացող չի եղել։ Այսինքն Կոմիտասը սկսել է 0-ից։ Ու մինչև Կոմիտասին հասնելը տարածված խոսքը, որ ասում են խազերի բանալին, արդեն կորցրած է եղել ու Կոմիտասը սկսել է 0-ից։ Ու ինչն է հետաքրքիր, որ Կոմիտասը գտել է այդ բանալին, ուսումնասիրել է հազարավոր մատյաններ, չգիտեմ, ինչ որ պահպանվել է, աշխարհը լիքը բանը վերացած կլինի այդ ընթացքում։ Հա, իրականում շատ։ Ու ոչ ոք չգիտի ինչ է, օրինակ այդ դպրոցները փակվել, երկու պայման կա, երկու տեսակ կա, որ առաջաբերում։ Առաջինը քաղաքական նկատառումներով, որ չգիտեմ, այդ ժամանակ լուծի տակ է եղել Հայաստանը, չգիտեմ, օտար հովերի տակ է եղել, թուրքեր, պարսիկներ, այլ ազգեր ու հայ ինքը իր իսկական այդ արմատը մի քիչ կորցրած է եղել, ոչ թե կորցրած է եղել, այլ աղքատության մեջ երկրորդական է դառնում արդեն ուսումը, չնայած որ դա իմ համար ինձ թվում է ամենակարևորն է, բայց աղքատության մեջ առաջ է գալիս հացի խնդիրը։ Ու դպրոցները պարզա որ պետքա փակվեին, իսկ երկրորդ վարկածը այն է, որ համարել են գաղտնի գիտություն ու հարկ չեն համարել մասսայական դարձնեն, վերացել է։ Ոնց որ սեպագրեր ընթերցանել է։ Դե կարանք մի հատ ուրիշ վարկածել, ասում մենք առաջ քաշենք, էլի, ցանկացած բան ինչ որ մի օր փոխվում է, պրոգրես մեկը լինում է, ինչ որ մի ձև զարգանում է, հասնում է մի հատ ուրիշ բանի։ Ինչ որ մի բանը մենք կարանք sense մեր կողմից ավելացնենք, որ ամեն ինչ պրոգրեսի մեջ փոխվում է։ Կարող է խազերը դառել է մի հատ ուրիշ բան, եկել է հասել է մեզ արդեն մի հատ ուրիշ մոդիֆիկացիայով, որը որ մենք մտածում ենք ինի վերացել է, բայց իրականում փոխվել է։ Չէ, չի եղել այդպես բան։ Всё, այդքան է։ Չի եղել, հաստատ չի եղել, որովհետև երաշտական բանում գոնե կիմանային։ Օրինակ Կոմիտասը 20 տարի ուսումնասիրել է։ Բայց ուսումնասիրել այն ինչ որ մնացել է, չէ՞, ոչ թե ուսումնասիրել այն ինչ որ ամբողջությամբ եղել է, պահպանվել է կամ չգիտեմ։ Այսինքն պահպանվել է, չէ, ինքը ուսումնասիրել է մենակ այն ինչ որ պահպանվել է, բայց ես վստահ եմ, որ եղել են լիքը գրքեր, մատյաններ, որոնք որ ոնց է, չէ, երբ որ մեզի գրավել են ինչ որ պարսիկները կամ թուրքերը, իրանք առաջի բանը որ արել են, առաջինը վերացրել են մեր ունեցած գրքեր եւ գրականությունը։ Ու այդ ամեն ինչ եղել է եկեղեցին։ Իրանք վերացրել են եկեղեցին մեջի գրականությունով ու բոլոր արձանագրություններով։ Ինչ որ բաներ էլ չի հասե մեզ ուղակի։ Իմ ասածը այդ է, որ կարող է ինչ որ բաներ չի հասե, ինչ որ բաներ փոխվել է զուտ, այդքան է։ Բայց պատկերացնես 20 տարի անընդհատ ուսումնասիրել է 1910 թվականին է հայտարարել, որ ինքը գտել է խազերի բանալին, բայց նաև Արտուր Շահնազարյանի խոսքից մի հատ ուրիշ բան իմացա, որ պահպանված խազերում կան այլազգիների լադերին պահպանվող այնքան ինֆորմացիաներ, ասում ունեն հույների երգեր խազագրված, որ հույները իրենց պատմությունը այդքան շատ չգիտեն։ Ու հույները իրենց անցյալում եղած երգերը չունեն, օրինակ պատկերացնում ես, ու պարզվում է Հայաստանում Կանք ծախենք իրենց ազգային արժեքություն ասած այդ մտածում խազերը կան, իմ համար շատ կարևոր է օրինակ որ հին ազգերը իրենց արմատը իմանան ու գտնեն այդ երբ որ գտնում ես քո աղբյուրը ծագման սկիզբը ինձ թվում է շատ բաներ շատ ավելի պարզ են դառնում կյանքի իմաստն էլ լրիվ այլ ձև է լինում չգիտեմ օրինակ խազերի միջոցով երաժշտության տեսակներն է բաժանել լադերը պատկերացնես չինական արաբական պարսկական հունական եվրոպական ու խազագրվել է երգերը Արտուր Շահնազարյանը երգում էր երբեք ինչ-որ եվրոպական մշակույթ նշած պատկերացնում ոչ սկանդինավներին է պատկերացնում հասկանում ես օրինակ հայ երգի մեջ կար տեսակներ կան որ հայկական երգերի մեջ արևելյան շունչ կա ու ես դեռ հույս ունեմ որ ինչ որ մի օր կվերականգնվի ու հայ երաժիշտները
կկարողանան խազերի միջոցով չասեմ նոտա կարդալ, բայց կարդալ մեր պահպանված հսկայական ժառանգությունը։ Նաև Արտուր Շահնազարյանը նշեց, որ ինչի կոմիտասից հետո չեն ուսումնասիրել խազերը, ծերագիրը անընթեռնելի է այդ մատյաններում կոմիտասի։ Մի քիչ բարդ է, բայց ինձ թվում է բան չի։ Մտքից դուրս չի էլի։ Ու ուսումնասիրություններ տարել է խազերի հետ կապված հենց կոմիտասի ձեռագրերով։ Հուսանք, որ ինչ-որ մի օր ամբողջությամբ խազերը կարան կարդան, մենք էլ հյուր կունենանք այդ թեմայով, հուսանք։ Դու մտածում ես մենք երկար։ Ես մտածում եմ առավոտը գոնե 5 ոդկասթից ավել կանենք։ Ձեզնից մենակ պետք է մեզ ձեր դիտումները, որ մենք ավելի շատ մոտիվացվենք։ Այս մեր առաջին ոդկասթն էր, մենակ հենց այս ոդկասթը, չէ, առհասարակ դու ճիշտ եմ երկու տեղ հյուր եղել ես, բայց որ գնում ես ուղղակի հյուր ուրիշ է, երբ որ հա, հյուրը լրիվ այլ էր, ու այսօր շատ այլ տենց մի քիչ կարող է էգոիստական հնչի, բայց որ հյուր ես գնում, մի քիչ մեկ է լավ կստացվի թե վատ կստացվի։ Չէ, շատ ավել ծանր եմ տարել հյուր գնալը։ Օրինակ եթերներ ա եղել, որ մտածել եմ կարող է խոսքս հետո անցել են շաբաթները դիպ մտածել եմ կարող է խոսքս փոխեն ուրիշ բան ստացվի։ Հա, չէ, դա ուրիշ բան ես ասում։ Ես որ մոնտաժ եմ անում։ Բայց կյանքում տենց մի բանի հանդիպեցի այն ժամանակ, երբ որ ես ընդհանրապես չէի խոսել երկի ջնջման ժամանակ, երբ որ ստացվեց նենց, որ ես էի ասել, որ մի խոսքով։ Հա, հիշեցի, լավ այդ պատմությունը հիշեցի։ Չխոսանք դրա մասին։ Չէ, չենք խոսում առանց թեմա։ Բայց արի, չէ, բայց էսի արի ասենք էլի, որ ձեր կլիպի նկարելու օրներ, որ դա ջնջեցին։ Հա, մեկ էլ մի հատ գաղտնիք ենք ուզում բացենք։ Լևոնի հետ տեսահոլովակներն էինք նկարում, իդեպ ու քննարկում էինք ոնց է լինելու, իդեպ երկու տեսահոլովակ Տիգրանակերտյան բարբարով, Ուրֆայի բարբարով նկարահանվել է մեկ օրում, որոնք դեռ եթեր չեն գնացել։ Դա հասկացանք բոլորս, համ ես, համ դուք, որ մի օրում պետք է դες բանան։ Հա, ու հենց այդ օրը ամսաթիվը չեմ հիշի, երևի հունիսն էր։ Ամառներ։ Հունիսի կեսեր 10-ի կողմերներ։ Ոչ շոկ էր, ոչ ցուրտ այդ այն ժամանակ էր։ Ցերեկը տես թեթևի երկարա թևի չէ։ Կամ չէ, կներես 21-ի կողմերներ, 21-ի կողմերներ։ Հա, որտեվ ամբողջ հունիսը անձրև է եկել, արի հիշենք։ Հա։ Ու նկարահանման ընթացքում, երբ որ նկարահանում էինք Նանայի երգը, կարող եք նայել տեսահոլովակը հենց լինի, ուշադրություն կդարձնեք կադրերին, իմ դեմքի լարվածությունը։ Քո մենակով նստած կադրը, որտեղ որ դու մենակով ես կադրը, որտեղ ես մտքով այդ երկի հետ չեմ ունենում, չգիտեմ ինչա լինելու, ու ես ասեցի էջ։ Դա քիզմետը դարավ իմ ամենասիրած երգը, որովհետև իրոք ահավոր լարվածություն ստեղծեց։ Լավ երգ է։ Դե ինձ գիտես, որ ես լավ Գարմին շատ եմ սիրում, որովհետև ինքը հիշում ես, երբ որ սկսել էինք խոսալ հայկական երգերի մասին, ես նախ չգիտեի, որ դու երգում ես, այդից բնականաբար չգիտեի դու երգում ես։ Ես եւ Լևոնը եղել ենք ուղղակի հետևորդներ Instagram-յան։ Հա, ուղղակի տենց չենք մտածել, որ ու հետաքրքրված էինք ինքը երաժշտությամբ, ես էլ Ամալիայի հաղորդմամբ։ Չհիշեցիր։ Այդ ժամանակ երբ որ ես հա նոր Ամալիայի հետ հաղորդումը սկսել էինք անել առանձին ամեն ինչից այն հայլը երևի մի քանի հաղորդում էինք արել այդ ժամանակ էլ ու երբ որ ես քեզ ասեցի հայկական երգերը սենց դե չի լում լսել քրդականի երգում թուրքական են լսում հա Գարմին ուղարկեցիր, դες լսեցի ու հիշում ես, որ քեզ առաջ անգամ երբ որ տեսա, մետրոյով ես բարձրանում էի, դու մետրոյով իջնում էիր, այդ ժամանակ նաուշնիկներից մեջ Գարմին շատ խնդալու էր այդ բա, երբ որ զնայում եմ դու ես իջնում, ես Գարմին եմ լսում։ Ինքը էմոցիոնալ իմ համար ամենալավ երգն է հայկական, որը որ ես կարամ ուղակի play-տամ լսեմ, բայց ես արի երթանքն եմ շատ սիրում, այդ էմոցիոնալ մասը հանենք, արի երթանքը իմ համար, ասենց ասեմ, երևի կիլիկեի հավասար երգը, կարող է մի քիչ բաննել է, ես բենդի երկաշարից շատ երգեր կան, որ շատ եմ սիրում։ Հա, հենց պիտոմ արի երթանքի ձեր երգերը։ Ճուղտակմոմ, տալտալա, Գողթան մանկտիկ։ Հա, բայց չէ, բայց հենց արի երթանքը նամանավանդ համերգի ժամանակ, ով չի եղել ձեր համերգներին, գոնե մի անգամ
գնացեք լսեք, բայց հենց մեծ ճիշտ է, եթե արի երթանքը երգելու են գնացեք, եթե չէ դուք գիտեք։ Էս որ եթերա գնալու մենք դեռևս համերգ չունենք նախատես։ Որորը որ լինի, իմացեք, եթե երգելու են արի երթանքը, համերգի ժամանակ երբ որ լսում ես արի երթ, ուզում ես հելնես գնաս գտնես այդ տեղը որտեղ ես դու երգելով կանչում։ Հա։ Ինքը էմոցիոնալ, չգիտեմ, sense ոնց բացատրեմ, ինքը լրիվ ուրիշ երգ է։ Մի հատ գաղտնիք բացեմ։ Արևմտյան Հայաստանում երևի շատ քիչ տեղեր կան, որ չեմ եղել։ Ու ոչ մի տեղում, երբ որ փորձել եմ երգեմ, չեմ կարողացել արի երթանքը երգեմ։ Չգիտեմ ինչի չեմ կարողացել, բայց ես Արևմտյան Հայաստանում էներգետիկորեն կապ մենակ Կոմիտասի նոճիներ ու մայրիներ երգով եմ կարողանում արտահայտեմ։ Ես որոշել էի, որ վերջում պետքա, այսինքն Ես պատրաստված եմ։ Բայց ամեն ոդքասթի վերջում մենակ ես մեկի չէ։ Բայց ուզում եմ այս անգամ Դե լավ, Կոմիտաս ենք։ Արի, հա։ Ես ուզում եի ասեի, որ այս վերջերս այդ երգեունը չեմ հիշում, Կյարմր տունայտերդ, այդ ոնց էր այդ երգեունը։ Կյարմր տունայտերդ, փոսիկներով էր, շրթունքներ են համբույր մարի, շատ քաղցր էր։ Կյարմր տունայտերդ, փոսիկներով էր, շրթունքներ են համբույր մարի, շատ համով էր։ Իմ հարևան կային ծապտամ մի հատ։ Իմ ստուդիայի հարևանները հիմա կուրախան են, որովհետև այդ երգը ես եմ երգում։ Ու հաստատ քո նման չէ, իրանք հիմա մի քիչ հանգիստ կլինեն, որ գոնե մեկը լավ երգեց։ Ծաղիկներով դիմավոր։ Գոնե մեկը լավ երգեց այդ երգը։ Ճիշտ է, մենակ այդ երկու տողը գիտեմ, դրանից ավել չգիտեմ։ Ես մնացած տողերը բառերով գիտեմ։ Չէ, ես մեկը սկիզբը գիտեմ։ Այդ էլի է նրա մասին է, որ ամենախի եմ սիրում, որովհետև ինքը sense պատմում է ոնց տեսավ իր հիարին զեվի տեսք ուներ, որ մենք դեռ անդրադարձ կունենանք Տիգրանակերտյան երգերին, բայց ինչով է տարբերվում, որ պատմությունը սկիզբ ու ավարտ ունի ու ամենատարական բաներն են նկարագրել երգում։ Ես երգը ճիշտ ասած ես սովորել եմ Մոնիկ Դինջյանի կատարմամբ, բայց շատ այլ արտիստներ էլ կան, որ երգել են այս երգը։ Լադային մի քիչ փոփոխություններ ունեցող վերսիաներ կան, բայց ես հենց Օնիկի երգածով եմ սովորել ու երգերի մեծ մասը պատմում է պատմություններ սիրային, թե ոնց գնաց աղջկան տեսավ, աղջիկը փոսիկներ ուներ, մազերը երկար էր, հետո կարմիր թշեր, փոսիկներ, այդ Կյարմր տունայտերը փոսիկներով էր, շրթունքներ են համբույր, մառի շատ քաղցր էր։ Շրթունքներ հայկական երգեր որ լսում ես, շրթունքները փոքր են, այտերը կլոր են, կարմիր են ու փոսիկներով են։ Իրենք բոլորը տենում են Մերդան իտև։ Հա։ Բոլորը տան հետևն են գնում տենում։ Հայկական երգեր որ լսում ես։ Հա, Կոմիտասը լիքը սիրերգեր ունի, որ ինչ-որ անդադ բոլորը իր տան հետևն են տեսել։ Կոմիտասի մեծ երգերը, սիրերգերի մեծ մասը հենց սիրային, եթե մենք թարգմանենք մեր օրյա, որ երգենք, ամբողջ ինտերնետի մորքուրահայությունը կգրի ինչ ամոթ համեր ժամանակ այսպիսի բաներ չկար։ Չէ, ինձ հիմա այդ մորքուրահայությունը, որ կոմենտներ ա գրում, Սովետի վերջին շրջանի մորքուրներն են։ Սովետից, որովհետև օրինակ իմ պապին, տատին որ պատմում են Սովետից, իրենց նկարներն էլ որ նայում եմ, իրենք Սովետի ժամանակ ինչ հավես տեղեր են գնացել, ֆռացել ու արել։ Այո։ Ընդհանրապես չի բռնում այն պատկերացման հետ, որ ասում են դե էսի հայկինա, էսի հայ տղամարդա կամ չգիտեմ ինչ, նորմալ ցիվիլ զարգացած մարդիկ են, բայց Սովետի ժամանակ հա շատ է դրվել այդ որ էսի կարելի է, էսի չի կարելի, էսենց այնենց միջով Սովետ դժվար եղած է։ Էպիզոդին արժի նույնիսկ անդրադառնալ ծիսակարգերին հայկական։ Բայց ուզում եմ համել ամեն էպիզոդի ժամանակ ինչ որ մի հատ երգից խոսանք, դες։ Ու եկեք խոսք եմ տալիս։ Հա։ Դու ինձ ռիլ կտաս, ես էլ կդնեմ Instagram-ում։ Սա եթեր կտաս թող իմանա։ Մի խոսքով հաջորդին կքննարկենք ծիսակարգերը, ծիսակարգերի հետ կապված երգեր, ինչ երգեր են երգել, այդպես։ Հուսով եմ շատ հետաքրքիր ստացվեց մեր առաջի ոդկասթը։
Սպասելու ենք ձեր կոմենտներին, բոլորը կարդալու ենք։ Կարող է եղավ ինչ որ տեղեր լարվածությունից, որ առաջին անգամ էր որ ոդկաստ էինք անում։ Կփորձենք մի քիչ ավելի։ Ներողամիտ կգտնվեք մեր հանդեպ, քանի որ երկուսս էլ ազգագրագետ չենք, ուսումնասիրածներն էլ փորձել ենք մաքսիմալ պաշտոնական աղբյուրներից ճշտել եւ ներկայացնել։ Ո՞ն մարկանցից որոնք որ վստահում ենք, որ այդ ինֆորմացիան գիտեն ու այդ մարդիկ նշի շատ են, էլի չենք կարա հելեն գնանք հիմա ինչ որ մեկին տնանք ու ասենք կարաս պատմես այս պատմությունը մեզ ու պատմի շատ քիչ մարդ կա էլի դրա համար էլ ու այդ մարդիկ իրանք քիչ են խոսում դրա համար որոշեցինք մենք անենք այս ամեն ինչը ինչքան հնարավոր է պատմենք այդ ամեն ինչի մասին կլինենք առաջին ոդկասթը այդ մասին պատմող լինենք առաջին ոդկասթը մի խոսքով հուսով ենք հետաքրքիր էր եւ կսպասենք ձեր արձագանքին առայժմ Մերսի բոլորին, ով որ լսեց միջև վերջ։ Այո։ Հաջողություն։ Կարող եք տեսնել YouTube-ում, Instagram-ում, TikTok-ում, Spotify-ում, Apple Podcast-ում։ Այո։ Ձևը գտնենք ոնց են գցում, այնտեղ գտնենք գցենք։ Այո։ Հաջողություն։ Հաջողություն։